Աղասի Կարապետյանը 19 տարեկան էր, երբ կիսատ թողնելով կրթությունը կամավոր գնաց մարտի դաշտ։ Հիշում է, թե ինչպես էր մեկ այլ վիրավոր ազատամարտիկի անվան տակ հասել ընկերներին օգնության։ Մարտակերտից լավ հիշում եմ, այդ ժամանակ Երևան 8-րդ հիվանդանոց էին բերել Կարեն անունով մի տղայի ազատամարտիկի, որը վիրավոր էր։ Այդ տղայի Կարենի անվան տակ ինձ ձևակերպեցին որպես առողջացած ազատամարտիկ։ Բեկորային վնասվածք չունի, բայց Մարտակերտի շրջանի Վաղուհաց գյուղի գրավման ժամանակ արկիպայթյունից 3 անգամ կոնտուզիա ցնցահարված է ստացել։ Չի աշխատում, որովհետև հասարակության հետ հարմարվելու խնդիր ունի։ Հայաստանի եւ Արցախի պետական եւ գերատեսչական բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի արժանացած Աղասի Կարապետյանը երբեք չի շահարկել ազատամարտիկ լինելը, բայց այս անգամ ստիպված էր, քանզի մայրը, որը նույնիսկ արցունք չի թափել, միակ որդուն ռազմաճակատ ուղարկելիս բուժօգնության կարիք ուներ։ Մաման ինձ զանգարեց, ասաց Ես դատի են տվել, ինձ ասաց դատի են տվել, չասի բացի կարդամ, մամա, միշտ ապիր։ Բանն այն է, որ Աղասիի մորը 77 տարեկան հաշմանդամ կնոջը 1 տարի առաջ սրտամկանի ինֆարկտով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պարզվել է անհրաժեշտ էր շտապ վիրահատել։ Ընթացքում ուշադրություն դարձրի, մի տղա իր մորը բերել էր ու ինքը նորից հետ տարավ։ Այդ է մնացի հիշողության մեջ։ Բայց ձեզ էին ասել, եթե գումարը չտաք, հետ տարեք։ Այո։ Եթե գումարը չտակ, պետք է գնաք, ասկեն ուրիշ չար չկա։ Եթե ի վիճակի չէ, մենք դեղորայքային բուժում կանցկացնենք, ինչի ենք մեծ բան խափում։ Բայց այդ պահին դեռ այդպես չի եղել, որ ասենք տարեք տուն։ Ոչ որ հիվանդին, ինֆարկտով հիվանդին որ ասում տարեք տուն։ Բարեբախտաբար հիվանդանոցում համաձայնության են եկել վճարել գումարի մի մասը՝ 400,000 դրամը, իսկ մյուս մասի համար պայմանագիր ստորագրել, որով հիվանդատերը պարտավորվում է վճարել մնացած 635,000 դրամը։ Ազատամարտիկը չի կարողացել վճարել, բժշկական համալսարանն էլ, որին պատկանում է հիվանդանոցը, դատի է տվել։ Սպասել են, գումարը չի մարել ինքը։ Իսկ այդտեղ հաշվի չեն առնում, որ ընդհանրեք մարդը ազատամարտիկ է, որ մի քիչ բարոյական տեսանկյունից է նայենք էլի։ Ով հաշվի առնում։ Ուշ հաստատությունը կամ թեկուզ դուք դիմեիք նախարարություն, որ այս տեսակ դեպք կա։ Դա ինքը պետք է գնա ինչ-որ բան անի, որ թղթեր բերի, որ ազատամարտիկ է, մեզ պետք է իրավական հիմք։ Հիվանդանոցից հետ վերադառնալիս արդեն զանգահարեց գլխավոր բժիշկն ու տեղեկացրեց, որ 120,000 դրամի զեղչ այնուամենայնիվ արվել է, թեև մինչև այդ նշում էր, որ զեղչ արվում է միայն պետպատվերի ժամանակ։ Մենք այդ դեպքին տվյալները չունենք, ես տեղեկություն չունեմ, արդյոք այդ անձը դիմել է մեզ, թե ոչ։ Գուցե տեղեկություն չունեն, որովհետև Աղասին պատմեց, որ անձամբ առողջապահության նախարարին է դիմել եւ բացառության կարգով ստացել 365,000 դրամ։ Նշեմ, որ սրտի եւ նման այլ թանկարժեք վիրահատությունները եզակի դեպքերում են անվճար կատարվում, նույնիսկ կարգավիճակ ունեցող զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների դեպքում։ Պետությունը նշված ծառայությունների մասով հնարավորություն ունի մատուցել միայն 1 կատեգորիայի մարդկանց, դա ընտանեկան նպաստի 36 եւ ավել բալ ունեցող ընտանիքի անդամներն։ Խնդիրն այն է, որ օրենսդրորեն սահմանված արտոնություններից օգտվում են միայն հաշմանդամության կարգ եւ պատերազմի մասնակցության վկայական ունեցողները։ Ովքեր որ կարգավիճակ չունեն, նրանց մենք ոչնչով չենք օգնում, եթե նրանք վիրավոր չեն։ Բայց այդպիսի բան հիմա ես չեմ դուքել, որտեղից գտնեմ նրանք, այդ բժիշկին որտեղից գնենք, ամա որ այն ժամանակ դրա մասին մտածում։ Նույնիսկ այդ օրերին ովքեր ռազմատաշտում վիրավորվել են եւ խնդիրներ են ունեցել, շատեր իսկ չեն կարողանում փաստել, որ ունեն այս թուղթը կամ այն թուղթը չունեն։ Շահե Աճեմյանն էլ սփյուռքահայ ազատամարտիկ է, որը ազատամարտի թեժ օրերին Ամերիկայում թողնելով 3 երեխային ու կնոջը հասել է Արցախ։ 92-ից մինչև 94 զինադատարը ընդհանուր առմամբ իրար հետ հաշվելով մոտ 750,000 դոլարի շուգայական արժեքի օգնություն ենք բերել։ Բայց այսօր ամաչելով է տանը մարդ ընդունում։ Սոցիալական վատ վիճակի մասին թեև չխոսեց, բայց ամեն բան տեսանելի է։ Ամենաթանկ իրը, որ ուներ, համակարգիչն էր, որը ընկերներն էին նվիրել։ Տանը նույնիսկ սառնարան չկար։ Ես կոնե այդ մարդն եմ, որ իմ կյանքում մի անգամ ամեն ինչ ունեցել եմ։ Նորից նույն հպարտությամբ ու ոգևորությամբ ցույց է տալիս պատվոգրերը, շքանշաններն ու վերհիշում անցյալը։ Լավակույնն էինք։ Պարզվում է, այս ամենը դեռևս հիմք չէ, գոնե պատերազմի մասնակցի կարգավիճակ ունենալու համար, ինչը թույլ կտար օգտվել, ասենք, զինծառայողների համար սահմանված արտոնություններից։ Մասնակից ասելով մենք նկատի ունենք, այո, որ իրանք ունեն վկայական Պաշտպանության նախարարության կողմից կամ ազգային անվտանգության ծառայության կողմից կամ ներքին գործերի նախարարության կողմից կամ անկախ մասնակցության ստաժից
ձեռք են բերել աշխարհանդամության կարգ, ասենք վիրավորվել են եւ այլն։ Ճիշտ է, փամփուշտը չի գբել ինձ, բայց բادرազմի հետևանքով ես էլ ուրիշ տեսակ եմ վիրավորվել։ Հետո ամեն մեկը մի քիչ վճարել։ Թեև գիտի 4 լեզու՝ հայերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն, սակայն գործազուրկ է, երազում է աշխատել դպրոցում։ Նույնիսկ կփափակեմ առանց վճարումի, գամավոր զին ռեգլն եմ բանում դպրոցում։ Նշեմ, որ մարտական գործողությունների մասնակից են համարվում 90-ից 94 թվականներին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին 3 ամսից ոչ պակաս մասնակցածները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք, անկախ այդ գործողությունների ժամկետից։ Կարծում եմ նրանք բոլորը այդպես պետք է որ հաշվառված լինեին, եթե հաշվառված չեն, հանձնաժողովը հիմա էլ կա, պաշտպանության նախարարությունը դա կա, մշտական գործում է, կառավարության որոշումը չեղալ չի հայտարարված, նրանք կարող են դիմել իրենց նշված վկայականը ստանալու համար։ Գիտեմ, որ եթե գնամ, ինձ մի դասեմ, բա էսա այն 1000 մետր չի ուզում գլուխս սավացնել։ Եթե երկրի նախագահ ու Ղարաբաղի նախագահից մեդալ ունեմ, ուրեմն միտեղ իմ անունը գա, չէ։ Ես ինչու պիտի գնամ ուզեմ։ Թող իրանք ինձ գտնեն, գտնեն ու դան այդ կրկույկը։ Այնուամենայնիվ կարգավիճակ ունենալու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցներ, բայց քիչ չեն ազատամարտիկները, որոնք ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվելու մասին փաստաթղթեր չունեն։ Այդ դեպքում ինչպես վարվել։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։